Բարև ձեզ ժողովուրդ ջան, հիմա մենք ոնց որ խաղում ենք GTA 5 ու փորձում ենք անցնենք GTA 5-ը ու որոշեցինք միանգամից վիդեոով այդ ամեն ինչը անենք ու եթե կարաք ոնց որ ակտիվ տակ ու ասենք այտենց արդեն շուտ կսկսի վիդեոները դուրս գալ, ասենք մի օրվա մեջ եթե 2 հատ վիդեո հասցնենք դուրս նկարենք, այդ ինձ թվում է շատ լավ կլինի ու ոնց որ մենք ուզում ենք 500 պատվիսիկ հավաքենք, եթե կարաք մեզ օգնեք, էլի։ Եթե այդ ամեն ինչը ձեզ դուր գա, կոմենտներում կարաք մեզ այդ ամեն ինչի մասին զգուշացնեք։ Հիմա ոնց որ շատ հարմարանքներ չունենք, դրա համար էս կարող ասենք կայքեստան մի քիչ վատը լինի, բայց հետագայում արդեն ամեն ինչ կփորձենք լավացնենք։ Հույս ունեմ այդ ամեն ինչը կլինի։ Իսկ հիմա մենք սկսեցինք։ Եթե ինչ-որ մտքեր կունենաք, մեզ միանգամից կզգուշացնեք։ Եթե ձեզ ինչ-որ մի բան դուր չգա, դուք անպայման կարող կոմենտներում բան անեք, էլի ոնց որ մեզ զգուշացնեք, մենք դրանից չենք նեղանա, կփորձենք այդ ամեն ինչը ոնց որ ավելի լավացնենք ու ձեր համար ավելի հարմար սարքենք։ Ձեր լայքերի շնորհիվ մենք կարող ուժեղ մոտիվացիա ունենանք ու ավելի շուտ արդեն վիդեոները կհայտնի։ Իսկ այս կողմնակի ձայներին ուշադրություն մի դարձրեք, այդ ուղղակի ոնց որ հասկացաք, արդեն ընտանիքում կանգառող մարդիկ կան։ GTA 5-ը, եթե շատերը չգիտեք ինչ խաղ է, ինքը 2013 թվականին է դուրս եկել ու այդ խաղի ստեղծողները ունեն տարբեր խաղեր, Rockstar Games-ը, ինձ թվում է շատերը կիմանաք։ Ես PlayStation-ից մեջ տարբեր խաղեր ունեմ, Minecraft, Need for Speed։ Եթե ուզում եք, կարաք ես կոմենտների տակ արդեն ասեք ինչ խաղեր եք ուզում ու որովհետև ունենք տարբեր խաղեր։ Իհարկե էլի ամենալավ վիճակում չի լինի, որովհետև նորից եմ կրկնում, հարմարանքները չկան։ Մնացածը արդեն կփորձենք ավելի լավացնենք։ Եթե կարաք ձեր ծանոթներին ասեք, ոնց որ ես մեր ակաունտը մտնեն, մեր ալիքում տարբեր խաղեր դուրս կգան, ես այդ ձեզ խոսք եմ տալի ու շատ շուտ դուրս կգան։ Ասենք սկզբում կարա GTA 5-ը լինի, արդեն հետո ուրիշ գոմկա կա խաղերից մեջ կարամ այդ տրեմ։ Այսօրվա իմ այս վիդեոն շատ ասենք երկար չի լինելու, զուտ ծանոթանալու համար է լինելու։ Համել որովհետև արդեն ուշ է ժամը։ GTA 5-ը գա մի հատ բան, ասենք որ GTA 5-ում մի հատ բան կա, որ սկզբից մենք չենք կարող միանգամից այս աշխարհում ոնց որ սպավն լենք, ծնվենք այս աշխարհում կամ ինչ-որ տարբեր ձևերով հասնենք այս աշխարհ, ու որովհետև այս ամենասկզբում է լինում, մեկ էլ խաղի մեջ էլի մի հատ ոնց որ ես YouTube-ում եմ տեսել, ոնց որ մի հատ մաս կա, ինչ-որ զադանյա կա, որ հենց այստեղ է լինում այդ ամեն ինչը։ Կլինի, ամեն ինչ կլինի։ Այս վիդեոն շատ չի տևի, 8-9 ամենաշատը 10 րոպե կտևի, որովհետև այս վիդեոն ոչ թե հենց ամենասկզբից GTA 5 անցնելու համար էր, այլ զուտ ծանոթանալու համար, որովհետև GTA 5 անցնելը սրանից հետո է սկսվում։
Այս վիդեոին նաև նկարելուն մասնակցում են ևս 2 հոգի եղբայրս եւ իմ ընկերը։ Կփորձենք արդեն հաջորդ վիդեոներում մեր դեմքերով նկարենք։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, ով որ հիմա սնայպերով խփեց այս երկուսին, այդ Մայքլի ինգերն է եղել ու հետի որ ճիշտն ասեմ TikTok-ից եմ տեսել, հատուկ կանալ, ոչ թե հատուկ կանալ կար, այլ մի հատ կանալ կա, հենց դրա հեղինակն է այդ ամեն ինչի մասին ասել։ Ու եթե չգիտեիք, GTA 5-ում կարանք ակցիաներ առնենք ու տարբեր զադանյաների ժամանակ ակցիաների տոկոսները բարձրանան ու ոնց որ դրա շնորհիվ ավելի շատ փող ստանանք։ Ամենավերջին մասը ավելի երկար կնկարեմ, մի կեսը ժամ, ամենաշատը։ Այսօրվա վիդեոն, եթե շատ քիչ տևի, նորից եմ ասում, ուշ է ժամը, համել ոնց որ այս զուտ ծանոթանալու համար է։ Այս այդ թաղման պահն է, այս էլ հենց այդ Մայքլն է, ում որ սպանել են, բայց ինքը իրականում չի մահացել, որովհետև հաքը եկել է բրոնեժիլետ ու դրա շնորհիվ ինքը կարողացել է ողջ մնալ։ Այսօրվա համար այսքանը, վիդեոն արդեն վերջանում է, այս վիդեոյի շնորհիվ դուք տեղեկություններ վաստակեցիք ինձանից, եթե ինչ-որ մի բան պակաս ասեցի, կավելացնեմ հաջորդ սերիայում, իսկ այսօր այսքանը, հաջողություն, բարի գիշեր բոլորին։